bütün Amasyalılara, evlilerimize hamısına selam. Kongel bakardaydı. Дома скажешь, да, старшим, что Мирали, Юнус, обязательно не знают, пожили, не знают. Наши... Բարև Հայր ջան, քանի օր է ինձ արդեն ուղարկում են տեսանյութեր, որտեղ ազերի վիժվածքները ազատ շրջում են թե Ծաղկաձորում, թե Գյումրիում, դե Երևանի մասին էլ խոսք չկա։ Հիմնական հարցը, որ այդ տեսանյութերից հետո գրում են էն է, թե ինչի չեք գնում սրանց վիզը կտրեք։ Ուրեմն տեսեք Հայր ջան, այդ տեսանյութերը նայելով իմ արունը եռում է ձերինից շատ։ Ես ձեր զայրույթը հասկանում եմ ավելի լավ, քան որևէ մեկը կարա հասկանա ու պատկերացնի։ Ես էլ եմ այդ նույնը զգում։ Բայց հիմա մի հատ բան պետք է հստակ խոսանք։ Թշնամու դեմ վազելը ու պատահական հաշվեհարդար իրականացնելը այդ ուժ չի, ոչ էլ հարցի լուծումը։ Եկեք պատկերացնենք, հիմա ես կամ ձեզանից մեկը, ինչ որ արժանապատիվ հայ, գնաց դրանց մաման լացացրեց, փրթեց, թափեց, գցեց մի կողմ։ Եկեք հիմա ես ձեզ հետևանքները ասեմ ու որտեղ սխալվեմ ինձ ուղղեք։ Սկսենք նրանից, որ դրանով գլոբալ վտանգի ու սպառնալիքի հարցը չի լուծվելու։ Այսինքն դրան վերացնելուց հետո նոր ինցեստի արդյունք ազերիներ են բերվելու ու այդ ժամանակ արդեն այդ նորերին պատժող չի լինի, որտեվ այդ նախորդներին վարի տալու համար բոլոր վարի տվողները լինելու են կալանավորված ու այդ ժամանակ արդեն վտանգը շատ ավելի մեծ է ալնելու, որտեվ դրանց արդեն ավելի մեծ պատոկով են բերելու ու դրա դեմն առնողներն էլ ոչ մի բան չեն կարող անեն, որտեվ նստած են ելնելու։ Հիմա հարց, ըստ ձեզ, այդ հարցի լուծումը Եկեք են փրթեմ թափեմ կոչերով մարդկանց, ես իրենց լավ եմ հասկանում, այդ իրական հայի գենի ճիչ է, բայց ուզում եմ իրենց օգնեմ, որ բոլորիս նպատակահարմար լուծումը գտնենք, եկեք հստակ ձևակերպենք, թե մեր ուզածը ինչ է, մենք ուզում ենք, որ ազերիների մուտքը Հայաստան շարունակվի ու ամեն անգամ ինչ-որ մեկը դրանց փրթի թափի, թե այդ մեզ արժե զրկող դրանց մուտքի իրավունքը արմատապես վերացվի։ Մինչև շարունակել ես, մի հատ ամեն մեկը ինքներդ ձեզ այս հարցին պատասխանեք ու լսեք հետո։ Ես վստահ եմ, որ ցանկացած adekvat մարդ ընտրելու է երկրորդ տարբերակը, որ առհասարակ այդ շանտաղիքի մուտքը արգելափակվի Հայաստան։ Ու վստահ եմ, որ հասկանում եք դրանց մուտքի արգելափակման ճանապարհը փրթել թափելը չի։ Ու այս իրականությունը ընդհանրապես պետության բացակայության նշան է։ Իսկ մենք կայուն, արժանապատիվ ու անվտանգ պետություն ենք ուզում ունենալ, ոչ թե ամբողջ, որը ամեն օր կռիվատալի այս հակահայկական իշխանության դեմ ու տենց էլ արդյունքի չի հասնում, որովհետև չի կարում հասկանա արմատական խնդիր։ Ու Հայր ջան, եթե համաձայն չեք, հիմնավորված արտահայտեք ձեր անհամաձայնությունը։ Եթե հիմքերը լինեն բավարար, ես կընդունեմ ու ձեր հետ կհամաձայնվեմ, բայց խորհուրդ կտամ մինչև վերջ լսեք նոր։ Սրա քարոզած այս չակերտավոր խաղաղությունը ընդհանրապես հայի ստորացման ու արժեզրկման գործընթաց է, որտեվ եթե հիմա մի հատ հայ փորձի մտնի Ադրբեջան, այդ հայը կամ որակավորվելու է որպես դիվերսանտ, կամ էլ կալանավորվելու է ու հետևանքները արդեն բոլորդ գիտեք։ Այսինքն իրականում Ադրբեջանը իր տեսանկյունից մեր հետ դեռ պատերազմում է, մենք դեռ թշնամի ենք, իսկ ըստ այս կզածի մենք խաղաղության մեջ ենք։ Ու հիմա ես ուզում եմ, որ մենք բոլորս վերջապես չկրկնենք մեզ ներարկած տգիտությունից բխող ու մեզ ոչ մի արմատական օգուտ չբերող քայլերը, այլ վերջապես գործենք նենց, ոնց հարիրա իրական պետական մտածողություն ունեցող ազգին, որովհետև մեզ պետք է, որ օրենքով ամրագրվի ազգային արժանապատվության պաշտպանությունը, այսինքն ոչ թե էմոցիոնալ ակցիաներով, այլ պետական քաղաքականությամբ։ Մենք չպետք է դառնանք փողոցային վրիժառուներ, մենք դառնալու ենք պետություն, որի հետ հաշվի են նստում, որից վախում են ու որի հետ նման խաղերը կարան ոչ թե տվյալ ազերի անհատի, այլ իրենց ամբողջ պետության համար դառնան ճակատագրական։ Հայր ջան, ազգային վրեժը մենակ սրով վազելը չի։ Ազգային վրեժը ուժեղ բանակն է, հզոր տնտեսությունն է, հստակ սահմաննային ռեժիմն է ու այն պետությունն է, որից թշնամին սարսափում է։
Եթե այսօր որևէ իշխանություն թույլ է տալի անհամաչափ միակողմանի ճակերտավոր խաղաղություն, ապա այդ քաղաքական հարց է, ոչ թե էմոցիոնալ, ու այդ հարցը լուծվում է քաղաքական ճանապարհով։ Այսինքն իշխանափոխությամբ, պետական կառուցվածքի փոփոխությամբ, ազգային անվտանգության դոկտրինի արմատական վերանայմամբ։ Ձեզ ինչ է թվում, այս վիժվածքներին Հայաստան թողելով սրանք չեն հասկանում, որ ցանկացած հայ մարդ կարա դրանց ձեր ասացի պես մորտի գցի մի կողմ։ Իհարկե հասկանում են, ասեմ ավելին, վստահ են, ու դրա համար էլ այտենց սադրում են, որ գոնե մի հայ գնա ու դրանց վիզը կտրի։ Ու գիտեք այդ ինչով է սրանց ձեռնտու։ Նրանով, որ դրանից հետո իրենք ստանում են այն, ինչ ուզում են։ Այսինքն միջազգային հարթակում Հայաստանին ներկայացնում են որպես ագրեսոր ու որպես ոչ վերահսկվող պետություն։ Իսկ թշնամին ստանում է ռազմական ու դիվանագիտական լրացուցիչ լծակ, թե իբր տեսեք հայերը չեն վերահսկվում, ու այս թեզը Ադրբեջանը ամեն հարմար առիթով օգտագործելու է բանակցային սեղանին։ Ախր եկեք միասին մտածենք, էլի, այդ ադրբեջանցու վիդեոն որ նայում եք, չի երևում, որ այդ ցուցադրական մի բան է, որի նպատակը հաստատ խաղաղության ապացույցը չի, հաստատ ինչ-որ օրակարգային նորմ չի։ Ինչ մի տենց ամեն քայլդ նկարում գցում ես, որ ինչ։ Որ նայում եք վիդեոն, վերլուծական աչքով, միտումն է, որ ավտոն է պարզ ցուցադրվում, ավտոյի համարները, գտնվելու տեղը։ Այսինքն ամեն ինչ հատուկ մտածված է նենց, որ ինչ-որ հայ իրան հեշտ կարողանա գտնի։ Հիմա կասեք ինչ է այդ, եթե ոչ ուղիղ սադրանք։ Իսկ ամեն սադրանքը միշտ ունի ի օգուտ սադրողի մի նպատակ։ Տարօրինակ չի, որ մի քանի կադրերում այդ ադրբեջանցիների մոտ պարեկների ավտո է, ձեզ թվում է միամիտ են հանդիպում, չէ, այդ իրանց ուղեկցությունն է, ու այդ ավելի է հաստատում, որ այդ տեսանյութերի տարածումը զուտ սադրանք է։ Հայր ջան, մենք չենք խաղալու սրանց սադրանքի խաղը, մենք սրանց ավելի խորքային ենք վերացնելու, մենք չենք կլնելու այն հիմարները, որոնց ձեռով նոր հարված կհասցվի Հայաստան պետությանը, ու ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ այս վիդեոն Նիկոլի նոր ցնցումների պատճառ է դառնալու, որտեվ ինքը ընդհանրապես հաշվարկ չէր արել, որ այն էլ ես կարամ այս դիրքորոշումն ունենամ ու ձեր հետ կիսվեմ։ Իր հաշվարկը մեր էմոցիոնալ պորտկումն է, որ Հայաստանը ավելի ծանր դրության մեջ հայտնվի, իսկ Ադրբեջանն էլ նոր դիվանագիտական ու քաղաքական առավելություններ ձեռք բերի, բայց գլուխը պատին է տվել, թե ինքը կարա այնքան խելք ունենա, որ մեզ կարողանա սադրի, մենք էլ այդ սադրանքին տրվելով իր խաղին օգնենք։ Ու հայր ջան, իմացեք, որ մի բան հստակ է, հայկական հողում հայից բացի ոչ մեկ իրան տեր չի զգալու, հայկական պետությունը չի դառնալու նվաստացած տարածք, ու ազգային արժանապատվությունը չի լինելու բանակցային առարկա, ու վստահ եղեք, էս էլ է անցնելու, բայց մենք պետք է անցկացնենք, ինքը իրանով չի անցնելու, այս հակահայկական իրականությունը չի կարա հավերժ լինի, եթե մենք լինենք միասնական։ Բայց դրան վերջ տալու ձևը էմոցիոնալ պորտկումները չեն, այլ գիտակից մոտեցումն է այս հարցին։ Այսինքն մենք պետք է այդ զայրույթը, որ հիմա բոլորիս մեջ կա, վերածենք կազմակերպված ուժի, վիրավորանքը վերածենք ռազմավարության, իսկ վրեժը պետական քաղաքականության։ Էս է տարբերությունը ամբոխի ու ազգի մեջ։ Մենք պետք է լինենք պետական մտածողությամբ միասնական ազգ, ոչ թե էմոցիաներով ապրող պառակտված ամբոխ։ Ու այն ոգևորված մեր հայրենակիցներին կասեմ, նրանց ովքեր փրթեմ թափեմ կոչեր են անում, որ եթե ժամանակավոր լուծումների փոխարեն արմատական փոփոխություն եք ուզում, ուրեմն այդ ամեն ինչի փոխարեն համ դուք միացեք վերածննդի շարժմանը, համ էլ ձեր կոչերը վերածեք մեր շարժմանը միանալու կոչերին, ուրիշ լուծում ու ելք չունեք ու չեք էլ ունենալու։ Դրա համար հակահայկական իրականության միակ հակահարվածը այդ վերածննդի շարժումն է, ու ամեն առիթ, որը ձեզ հուներից հանում է, հիշեք, որ ունեք անելու մի կոչ, որ բոլորը միանան վերածննդի շարժմանը։ Մյուս բոլոր ճանապարհները տանում են կամ շատ կարճ ժամանակով մեծ խնդիրների փոքր լուծման, կամ հերթական խաբեության։ Միացեք վերածննդի շարժմանը ու միասին վերջ կտանք այս ստորացուցիչ ու հակահայկական իրականությանը, ուրիշ ճանապարհ չկա։ Եթե իհարկե իրապես սրտացավ եք հայրենիքի համար։ Ավելացնելու բան չունեմ, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար
Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։